տեղեկատվական պատերազմ գնում է։ Ասենք առայն որ օրինակ տնտեսական քաղաքական չէ։ Տնտեսականը 19 փաթեթ 19 փաթեթ պատժամիջոց գնում է։ Այսինքն Ռուսաստանն է այսօր հիբրիդային պատերազմի հարվածների ներքո։ Հիմա Ռուսաստանը օրինակ ես ասացի, չէ, ինչ ասել է հիբրիդային պատերազմ, դա տաք պատերազմն է գետնի վրա, սառը պատերազմը քարոզչական եւ տնտեսական։ Հիմա Ռուսաստանը Հայաստանի հանդեպ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նայենք գետնի վրա տաք պատերազմ կա, մենք չկա։ Քարոզչական առումով երբ նկարագրում են, որ Ռուսաստանը իբր Հայաստանի հետ պատերազմ է։ Պատերազմ Փաշինյան Նիկոլն է մղում, երբ որ օրինակ ասում է Ռուսաստանի եւ նոր Նախճեվան թեմի առաջնորդը KGB-ի գործակալ եղել, մի հատ թղթի կտորի վրա ինչ-որ բան են տպում, օրինակ եմ ասում, հա, որ ընդհանրապես արտաքնոցի թուղթ է, ոչ ավել, ոչ պակաս։ Եվ պլյուս միտքս ավարտեմ։ Եվ պլյուս տնտեսական պատերազմ կա Ռուսաստանը մեր հանդեպ։ Բացարձակապես տնտեսական արտոնությունների դաշտ է այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններով, չէ՞։ Մեր ապրանքաշրջանառությունը ի համեմատ եվրոպականի չափել չի, անգամ եվրոպականը աճ չկա, նվազում կա, Ռուսաստանի հետ կա, չէ՞, առևտրի ապրանքաշրջանառությունը։ Այսինքն Ռուսաստանը մեր հետ որոշ հիբրիդային պատերազմ չի մղում։ Փոխային օրինակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է հիբրիդային պատերազմ։ Օրինակ 12 օր Իրանի նկատմամբ իրականացրեց հիբրիդային պատերազմ։ Տակ գետնի վրա տեղեկատվական եւ տնտեսական շրջափակում է, չէ՞։ Այսօր Միացյալ Նահանգները Վենեսուելայի նկատմամբ իրականացնում է հիբրիդային պատերազմ։ Առաջին միակ էլեմենտը գետնի վրա տակ չկա, բայց այն նավակները, որ խոցվում են եւ նավթը, որը որ բերվում է Վենեսուելա, խլվում է, չէ՞։ Այս 3 Տրամփ ասում է այդ նավթը, որ վերցել ենք 1.9 միլիոն բարել, ասում է դա մերն է։ Կուզենք կծախենք, կուզենք կօգտագործենք։ Այսինքն ավազակի հոգեբանությունն է, չէ՞։ Խլում եմ, ասում եմ իմն է։ Կարում եմ սարի հետ տալ, չես կարում ուրեմն իմն է։ Այս է ձեզ արեմուտքը։